Գյումրիում անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությանը մասնակից Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը գլխավորում է երգիչ, դերասան իրեն Կարեն Դեմիրճյանի գաղափարները կրող եւ հետևորդ համարող Արտյոմ Թումանյանը։ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որ կուսակցությունը մեծ քաղաքականություն բերեց մեր երջանկայի շատակ ազգային հերոս Կարեն Սերոպի Դեմիրճյանին, որովհետեւ համարում եմ եւ համարել եմ, որ միակ մաքուր կուսակցությունը, ով ոչ մի քաղաքական խաղիկների մեջ չի եղել այս տարիների ընթացքում, ես մյուս կուսակցությունների մեջ չտեսա կուսակցություն, որով կարող է առաջադրվել։ Թումանյանն ասում է, շատ լավ է պատկերացնում գյումրեցու դարդն ու ցավը։ 11 շենքեր բուլվարային թաղամասում, որոնք չունեն վերելակներ։ Սա սարսափելի իրավիճակ, ես երեք հանդիպել եմ ժողովրդի քաղաքացիներ ու պատկերացրեք մի հատ բանալի մոռանալու համար 9 հարկ, ասենք, պետք է նորից բարձրանան։ Մեր ժողովուրդը հերոսներ են։ 14 ծրագրերից գլխավորը բնակարանաշինությունն է։ Ունենք գործիքակազմ, ունենք մեխանիզմ, ունենք ծրագրեր այդ բնակարանաշինության հետ կապված։ Թարմացվելու է տրանսպորտը, պատերազմի մասնակիցները, նրանց ծնողները երթևեկելու են անվճար, մանկապարտեզ, սպորտ դպրոցը լինելու է անվճար, ասում է Թումանյանը։ Ես 50 տարեկան եմ, բայց ես չեմ տեսել նոր ծնվող Շիրազ, Իսահակյան, Մհեր Մկրտչյան, սա ինչի արդյունք է, այս կրթության արդյունքն է, որը չունենք, հատ մտնելու եմ բոլոր մանկապարտեզները, դպրոցները, նստելու եմ դասաժամերին, տեսնելու եմ ինչ առարգան ոնց են դասավանդելու, ես այսպիսի քաղաքապետ եմ լինելու, ես փողոցով քայլող քաղաքապետ եմ լինելու։ Ֆինանսական աղբյուրների տեղը գիտի, Թումանյանն ասում է։ Գրբաններս կարած մտնում եմ քաղաքապետան ու այդ ամեն ինչի գումարներն է կա, բայց մենք դրա հետ մեկտեղ ունենք հզոր Գյումրեցու Սփյուռք, Գյումրու Սփյուռք ունենք եւ ես 81 երկրներում եմ եղել։ Սփյուռքում ապրող գործարար հայերի հետ կառուցելու են գործարաններ, աղբի վերամշակման գործարան է հիմնելու։ Այս օրերին կուսակցությունը տնետուն քարոզչություն է իրականացնում։ Ես որ ամեն տունը մտնում եմ, ես տեսնում եմ նույնիսկ սառնարանը բացում եմ, տեսնում եմ այդ մարդը ուտելիք ունի, թե չունի։ Ես տեսնում եմ այդ մարդը ինչի խնդիր ունի։ Հիմա ընտրությունից ընտրություն պետք է հասկանանք։ Ես գիտեմ իմ ժողովրդի տարտուցավը որն է։ Ոչ մի քաղաքական ուժի հետ ոչ գործակցություն է պատկերացնում, ոչ էլ պայմանավորվածություններ ունի, ոչ մի քվե, ոչ մեկին չի տա։ Ինքը Թումանյանը հայտարարում է, Գյումրեցու այլընտրանքային թեկնածուն է։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Լուրեր։